Ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք հյուրընկալվել ենք Լարիսա Բարսեղյանին, ով երկար տարիներ աշխատել է Վեդու շրջանային կուլտուրայի տանը որպես հրահանգիչ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Լարիսա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել եք։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հիշել եք։ Կխնդրեմ մի փոքր պատմեք ձեր աշխատած տարիների մասին, երբ եք այնտեղ հայտնվել եւ ինչպես։ 1973 թվականի նոյեմբեր ամիսն էր։ Շահինյան Մարտինը այդ ժամանակ կուլտուրայի տանը դիրեկտոր էր աշխատում։ Ինձ հրավիրեց կուլտուրայի տուն աշխատելու։ Ես ընդունվեցի կուլտուրայի տանը որպես հրահանգիչ։ Կուլտուրայի տան աշխատանքները այդ ժամանակ մի տեսակ բարձիթող վիճակ էր։ Անկում էր ապրում շրջանային կուլտուրայի տան աշխատման վիճակը։ Ու թատրոնը, որը գոյություն ուներ երկար տարիներ, ժողովրդական թատրոնը, որ 50-ական թվականներից ստեղծվել էր եւ ստացել էր ժողովրդականի կոչում, անկում էր ապրում։ Շրջանային կուլտուրայի տան կոլեկտիվը որոշեց, որ թատրոնը վերականգնի, որովհետեւ փակման եզրին էր։ Մենք կոլեկտիվով ստեղծեցինք մի փոքր խումբ, թատերական եւ սկսեցինք աշխատել այդ ներկայացման վրա։ Դա ստախոս կինն էր, բայց հեղինակը չեմ հիշում, արտասահմանյան դրամատուրգիա էր։ Մեր ուժերով առանց ռեժիսորի ներկայացումը ոտքի հանեցինք, Երևանից եկան, ներկայացումը ընդունեցին, այդպես շրջանային կուլտուրայի տան աշխատանքները կամաց-կամաց սկսեց վերել կապրել։ Ու բավականին ակտիվ կոլեկտիվ էր, աշխուժություն տիրեց մեր շրջանում։ Դրանից հետո ես հրահանգիչ էի աշխատում, բայց կուլտուրայի տան բոլոր աշխատողները պետք է մասնակցեին ժողթատրոնի ներկայացումներին։ Դրսից էլ ովքեր ցանկանում էին, էնտուզիաստներ կային, ովքեր ցանկանում էին խաղալ, հրավիրում էին, գալիս էին, եւ այդպես սկսվեց մշակութային կյանքը վերել կապրել Վեդիում։ Կուլտուրայի տանը ստեղծվեցին խմբակներ, ժողգործիկների, վոկալ գործիքային անսամբլ Արթուր Ստամբոլցյանի ղեկավարությամբ, երգի ավելի շուտ պարի խումբ, Երևանից էր մասնագետը Արայիկ Սարգսյան։ Մի խոսքով սկսեց աշխուժանալ Վեդիում մշակութային կյանքը։ Այդպես։ Իսկ ինչպիսի բեմադրություններ եք դուք։ Դրանից հետո սկսեցինք միջոցառումներ կազմակերպել։ Դե մենք գյուղերում մեր աշխատանքը հիմնականում գյուղերի ակումբների հետ էր կապված կուլտուրայի տների, որովհետև մեր աշխատանքը մեթոդական աշխատանք էր։ Մենք մեթոդական օգնություն էինք ցույց տալիս գյուղերին։ Դրա հետ զուգահեռ կուլտուրայի տանը մասնակցում էին գործող խմբակներին։ Քանի որ ռեժիսորի հաստիք ունեինք, բայց ռեժիսոր չունեինք, Երևանից հրավիրեցինք ռեժիսորի Սամվել Միքայելյան, որը մեծ հաճույքով եկավ եւ ներկայացումները դրեց։ Առաջին ներկայացումը, որ ինքը բեմադրեց, դա Արաքսմանյանի Վարդեր եւ Արյունն էր, հայկական դրամատուրգիա էր, նվիրված էր 17 թվականի հեղափոխությանը, դե ժամանակ սեշ չէր, սովետական միություն էր։ Ներկայացումը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Արաթերթը Վեդիում կար Արաթերթի խմբագրություն։ Արաթերթը սկսեց լուսաբանել մեր աշխատանքները ու թատրոնի մասին հոդված գրեց վերածնունդ վերնագրով։ Բոլոր խաղացողներին նշել էին, ներկայացմանը խաղում էին Շահինյան Մարտինը կուլտուրայի տան դիրեկտոր էր, ես հրահանգիչ էի, խաղում էի, աշխատողներից խաղում էր մեր նկարիչը Խաչիկ Մելքոնյանը, հետո դրսից էլի կային խաղացողներ, մի խոսքով ովքեր ցանկանում էին, ովքեր շնորհք ունեին իրենց շնորհքը ցուցադրելու, գալիս էին մասնակցում էին։ Ներկայացումը մեծ հաջողություն բերեց, սկսեցինք շրջել գյուղերում, գյուղերի կուլտուրայի տներում,
գյուղերի հանդիսատեսի համար էինք խաղում, հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունում էր, որովհետև իրոք շրջանում մշակութային կյանքը շատ մեռած վիճակ էր։ Դրանից հետո բեմադրեցինք Շիրվանզադեի Չար ոգին ու թերթը նորից հոդված գրեց այո վերածնունդ։ Կուլտուրայի տանը կազմակերպում էինք Բերքի տոն, էստրադային խմբերը ելույթ էին ունենում աշխատավորության առջև, ամառվա ամիսներին գնում էինք յայլաղներ, սարվորների համար ներկայացումներ, համերգներ էինք տալիս։ Մի խոսքով տենց։ Ցանկանայի նաև նշեք ձեր կատարումով որոշ ներկայացումներ։ Վարդեր եւ Արյունում ես խաղում էի սաթենիկ, մի գյուղացի կիներ, որի ամուսինը ռազմաճակատում կռվում էր, մի աղջիկ ուներ։ Հետո խաղացինք Չար ոգին, Չար ոգիում ես խաղում էի Ջավահիր։ Դրանից հետո խաղացել ենք Քաչնազար, հերթականությունը չեմ հիշում, չէ Քաչնազարը ավելի ուշ ենք խաղացել, արտասահմանյան դրամատուրգիա էինք խաղում, խաղացել ենք Սովաժոնի գիշերային իրարանցումը։ Մեր ներկայացումներին մասնակցում էին, դիտելու էին գալիս Խորեն Պալյանը, բանասիրական գիտությունների դոկտոր էր, երգչուհի Լուսինե Զաքարյանը, եթե լսել եք իր մասին, ՍՍՍ ժողովրդական երգչուհի էր։ Դե հիմա ճիշտ է, իրենք չկան, բայց դե իրենց արվեստը մնացել է։ Ներկայացումներին խաղում էր Եվա Ղարիբյանը, Ռիմա Թարվերդյանը, Եվա Ղարիբյանն աշխատում էր մանկապարտեզում, Ռիման մեր մոտ մեթոդիստ էր աշխատում, խաղում էր Նորիկ Վարդանյանը, գյուղսովետի նախագահն էր, որից հետո դարձավ քաղաքապետարանի քաղաքապետը։ Ովքեր էին, կոշկակար Հայկա Զավակյանն էր։ Այսինքն ընդհանրապես տարբեր ոլորտներ։ Խաղում էին տարբեր մասնագիտությունների, տարբեր ոլորտների մարդիկ, ովքեր կապված էին թատրոնի հետ, սիրում էին թատրոնը, մարդկանց մոտ էնտուզիազմը շատ բարձր էր։ Խաղացել ենք Վահե Քաչայի Գավազանը, Մարիամ էի խաղում, Քաչնազարը խաղացինք, մեծ հաջողություն ունեցավ Քաչնազարը, ես Ուստյան էի խաղում, Վարդանյան Նորիկը խաղում էր Քաչնազար։ Դժվարություններ կամ հետաքրքիր դրվագներ եղել են թատրոնում խաղալու տարիներին։ Դժվարություններ այնքանով էր, որ ասենք բեմի դեկորացիան, բանը ստեղծելն էր մի քիչ դժվար, դե բանվորներ չունեինք, մեր նկարիչը նկարում էր դեկորացիան, ինքն էլ սարքում էր։ Այս ժամանակ կուլտուրայի մինիստրությունը ուներ մատակարարման վարչություն ու բոլոր կուլտուրայի տներին գույք էր հատկացնում։ Մենք գնում էինք այդտեղից ամեն ինչ էլ վերցնում էինք։ Դժվարություններն են էր, որ ասենք մի քիչ աղջիկներն էին դժվար հաճախում սկզբից, հետո էլ տղաներ չէին գտնում, աղջիկներն էին շատ։ Ներկայացումներ ենք խաղացել, հաջողված ներկայացումներով հանդես ենք եկել հեռուստատեսությամբ, Վարդեր եւ Արյունը, հետո խաղացինք Թենեսի Ուիլյամսի Ապակե գազանանոց, այդ ներկայացումն ենք խաղացել հեռուստատեսությամբ, վոկալ գործիքային անսամբլներն էին ելույթ ունենում, այդ տարիներին ստեղծվեց նաև աղջիկների վոկալ գործիքային խումբ Այցիկներ անունով, իրանք էլ հեռուստատեսությամբ ելույթ ունեցան, համերգներ էին տալիս գյուղերում, Երևանում, հրավիրում էին, աղջիկները մեծ հաջողություն ունեին, հրավիրում էին։ Աշնան ամիսներին կազմակերպում էինք Բերքի տոն։ Բերքի տոնը շատ մեծ խանդավառություն էր առաջացնում ժողովրդի մեջ, որտեղ գյուղերից գալիս էին բոլոր կոլտնտեսություններ էին, կոլտնտեսություններից գալիս էին բոլոր աշխատողները իրանց ստեղծած ամեն բերք ու բարիքով։ Դրանից հետո իրանց բերք ու բարիքը թողնում էին գնում, անես չէր, որ նորից հավաքեին տանեին։ Հիմիկվա նման չի, որ ասենք շուկայից գնան բանման առնեն, բերեն բերքի տոն անեն։
գյուղերից գալիս էին հացը թխած, հորած պանիրով, ձգում էին հարում, то есть մարդկանց համապատրաստի ճաշ էին մատուցում չորթանով, թան էին մատուցում, պանիր, հաց։ Մի խոսքով իրոք շատ հետաքրքիր ժամանակներ էին, ժողովուրդը շատ խանդավառված էր։ Մի վաղ հեռախոս չկար, բան չկար, մարդիկ ավելի շատ սիրում էին իրար հետ դրսում շփվել, քան թե մտնեին հեռախոսի մեջ։ Կցանկանայի նաև հրավիրատոմսը պատմեք, ոնց եք մարդկանց ներկայացում, ինչպես էին տեղեկանում, որ թատրոնում ներկայացում։ Հրավիրատոմսից բացի հրավիրատոմս մենք տալիս էինք շրջկոմի աշխատողներին, գործկոմ կար, գործկոմի աշխատողներին, հիմնականում դպրոցի ուսուցիչներին, բայց մենք տոմս էինք ծախում։ Թատրոնը ուներ տպված տոմսեր, տոմսերը ծախում էինք, այդ տոմսերով մենք հանդիսատես էինք ունենում։ Այդքանը հրավիրատոմս չենք կարող անենք։ Կուլտուրայի տունը այդ ժող թատրոնը պիտի ինքը եկամուտ ունենար, այդ եկամուտից մենք հավաքարար էինք պահում, խմբակներ էինք պահում, մեքենագրական, կարուձևի, տարբեր այդ ձևի խմբակներ։ Այստեղ նկարներ եմ տեսնում, կցանկանայի նշեք, նկարում ովքեր են պատկերված։ Մարտի 8-ին միջոցառումներ էին կազմակերպում բոլոր կոլեկտիվներից, վեդիում գործող ինչքան ձեռնարկություն կար, հիմնարկներից կանչում էինք, ստե հաղորդավարություն ենք անում, Պողոսյան Գագիկնա, մեր աշխատողներ, ես եմ, հաղորդավարություն էինք անում, մարտի 8-ի միջոցառումներ էինք անում, սա վեդի ամֆիթատրոնի բացումներ, սել գյուղերից մեկում էսի հիմնականում հին նկարներ են, էսի բերքի տոնի նկարներից են, հին Արորն ու Գութանը իրար հետ քաշ տալով, ներկայացումներ ենք խաղացել, Լալվարի որսը, Սիզիֆը և մահը, Սկեսուր, իմ զոքանչը, որ ներկայացումները որ ասում, ցանկանայի ռեժիսորներին նշեք, եթե կհիշեք։ Մեր ռեժիսորը հիմնականում եղել է Միքայելյան Սամվելը։ Ոնց որ ես երկար տարիներ աշխատում, տենց էլ ինքը բավականին երկար տարիներ աշխատեց մեր մոտ։ Իրանից հետո արդեն այդ 90-ական թվականներին, երբ կուլտուրայի տունը քանդեցին վերակառուցելու համար, թատրոնը նորից դադար տվեց։ Վերջի ներկայացումը եղավ Սիզիֆը և մահը, հունական դրամատուրգիա էր, հայ դրամատուրգիայի բացի խաղում էինք նաև արտասահմանյան պիեսներ։ Էսի գիշերային իրարանցումն է, սա Քաժնազարն է, ես եմ Ուստյանն է, սա Քաժնազարն է։ Իսկ լինում էր, որ օրինակ տվյալ դերասանը չէր գալիս եւ փորձում եք նրա բացը լրացնել։ Դե նենց չէր ելնում, որ ասենք դերասանները պարտադիր սաղով այդ օրը լրիվ ներկանային, բացակայել էին ելնում, դե այդ բացակայ եղած դեպքա ովքեր որ ներկայ էին անցնում էինք այդ դրվագները, փորձեր էին, բայց ներկայացմանը միշտ էլ պատրաստ գալիս էին, Սարում համերգ են տալիս, մեր ժողգործիկների անսամբլներ, ղեկավարներ, Արայիկ, չեմ հիշում ազգանունը ինչի աներ, մեր բարի խումբներ, Բարային խումբ եւս ունեցել։ Բարային խումբ ենք ունեցել։ Ինքնագործություններ էսի թատրոնն է։ Սար գնալու համար կազմակերպում էինք ներկայացումներ, բայց փոքր մի գործողությամբ, որպեսզի կարողանանք առանց դեկորացիայի, առանց որևիցե բանի Սարում ներկայացում խաղային, լավ էլ անցնում էր ներկայացումները, հետաքրքիր էր սարվորների համար, մնում էին գիշերը, հաջորդ օրը մի ուրիշ Սարում յայլաղում էինք խաղում ու երեկոյան հետ էինք գալիս։ Իսկ կցանկանեք, որ թատրոնը նորից վերաբացվեր։
Կցանկանայի, որ թատրոնը նորից վերաբացվեր, բայց դժվար չի վերաբացվի։ Ձեզ ինչ է անհրաժեշտ դրա համար։ Չգիտեմ, մարդիկ երևի սովորել են տանը ույուտ պայմաններում հեռուստացույց նայել, քան թե գնալ դահլիճում նստել։ Նոր տարվա ներկայացումներ ունեինք։ Արտաշատի թատրոնը գալիս էր մեր մոտ, նոր տարվա ներկայացումներ էր տալիս երեխեքի համար ներկայացնում։ Որոշեցինք, որ ավելի լավ է մեր ժող թատրոնը լինի, մեզ գա եկամուտը, քան Արտաշատ գնա։ Ներկայացումներ էինք բեմադրել, գնում էինք կոլեկտիվներ մանկական, կամ գալիս էին կուլտուրայի տանն էին խաղում։ Հետո կուլտուրայի տունը, որ վերակառուցեցին, մինչև այդ քանդել էին կուլտուրայի տանը, մենք տեղավորվել էինք Պիոներ պալատի սենյակներից մեկում, Գեղարվեստի դպրոցի, այն վաղ Պիոներ պալատ էր կոչվում, Գեղարվեստի դպրոցի սենյակներից մեկում, բայց դրան զուգահեռ նաև մենք միջոցառումներ անում էինք դրսում հիմնականում, կազմակերպում էինք երաժշտական 5 շաբթիներ, ամառվա ամիսներին երաժշտական 5 շաբթիները, ես չգիտեմ ձեր ժամանակ եղել է թե չէ, փոքր ժամանակ կարող է մասնակցած լինեք, ով գալիս էր զարմանում էր, ոնց ամեն 5 շաբթի դուք համերգ եք տալիս, հա ասում ենք, ոնց հնարավոր է խի տենց, որովհետև գալիս էին գյուղերի խմբերը, մենակ մենք չէինք, բոլոր գյուղերը ակտիվորեն մասնակցում էին։ Հետո որ արդեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը, կուլտուրայի տները վերացան, դառան համայնքային, շրջանային կուլտուրայի տունը, շրջանի ժողկրթ բաժինը բոլորը ենթարկում էին, ասեմ ժողկրթ բաժինը, կուլտուրայի բաժինը վերացվեց եւ գյուղերում ստեղծեցին համայնքներ, ամեն մեկը իր համայնքում էր, մեր կապը արդեն գյուղերի հետ կտրվեց, մենք էլ չկարողացանք գյուղերի հետ տենց կապ ունենալ։ Այդ ձևով երկրաշարժը մի կողմից, Ղարաբաղյան շարժումը մի կողմից, երկրի անկախանալը մի կողմից, մշակութային կյանքը մի տեսակ սառեց։ Բայց դե էլի գործում էր։ Հետո Ստամբոլցյան Արթուրին ազատեցին գործից, հիմա ես չգիտեմ կուլտուրայի տան ինչ է կատարում, ես անցա թոշակի, աշխատողները այդ մեր հիմնական կորիզը ցրվեց, հիմա չգիտեմ կուլտուրայի տանն ինչ է կատարում արդեն։ Տիկին Բարսեղյան, ինչ դեր ունի մշակույթը ձեր կյանքում եւ ինչ ձեզ տվեց այն։ Մշակույթը չեմ կարող ասել ինչ տվեց, մարդը ինքը էությամբ մշակույթի մեջ լինի, մի մասնիկ լինի, առանց մշակույթի հնարավոր չի, մշակույթը այն չի, որ ասենք ես մենակ կուլտուրայի տանը խաղացել եմ, թատրոնում բան, որովհետև ճիշտ է, թատրոնը մանկոցին երազանքն է եղել, ես ուզել եմ թատրոնում խաղալ և դա պատահականություն էր, որ գնացի կուլտուրայի տուն, բայց մշակույթը ինձ չեմ կարող ասեմ ինչ տվեց, առանց մշակույթի հնարավոր չի, ոնց որ օրվա քո հացդ լինի, ես ամեն օր մշակույթի մեջ եմ, ամբողջ օրը չնայած ասենք այդքան գիրքը հիմա չեմ կարդում, որովհետև արդեն այն չեմ գտնում գրքերի մեջ, ինչ որ ինձ պետք է, ինչ որ պետք է կարդացել եմ։ Մշակութային կյանքին եմ առնչվում, երաժշտական արվեստին եմ առնչվում, լսում եմ տարբեր տեսակի երաժշտություններ, անես չի, որ ասեմ, այս սիրում եմ, սա չեմ սիրում, ամեն ինչ էլ լսում եմ, ռաբիսից սկսած մինչև դասականով, օպերայով, բալետով վերջացրած։ Կինոները նայում եմ, բոլոր ժանրի կինոներ։ Երևի հենց այդ մշակույթը հետ է ինձ տվել, որ լսում եմ տարբեր ոճի երաժշտություններ, չեմ առանձնացնում, որ սա սիրում եմ, սա չեմ սիրում, նայում եմ բոլոր ժանրի ֆիլմեր, սիրում եմ հեռուստաթատրոնը, կուզենայի հիմա թատրոն լիներ գնայի, հաճույքով նորից կխաղայի, եթե թատրոն գործեր։ Մի խոսքով հետաքրքիր ժամանակաշրջան եմ ապրել, երիտասարդությունս բուռն
երաժշտական մշակութային կյանքով անցածել։ Դուք ինչ կմաղթեիք ներկայիս սերնդին, որպեսզի ավելի շատ զարգացմանը նպաստեն Կմաղթեի համայնքում։ Մարդիկ չկտրվեին հոգևոր մշակույթից, որտեվ մի տեսակ հոգուսով ալնում։ Երեխաները հաճույքով, մանավանդ հիմիկվա երիտասարդությունը հաճույքով ներկայացումներ չի նայում։ Ճիշտ է, այդ սերիալները առաջվա ներկայացման կինո տեսակ տարբերակն են, բայց կար հեռուստաթատրոն։ Հեռուստաթատրոնը շատ մեծ ներգործություններ ունենում շրջանում գործող թատերական խմբերի մշակութային կյանքի վրա։ Կմաղթեի, որ երիտասարդությունը չկտրվեր մշակույթից։ Մշակույթն է, որ մարդու հոգևոր սնունդ է տալիս, զարգացնում է մտահորիզոնը։ Կուզենայի, որ գիրք շատ կարդայի։ Հիմա գիրք չեն կարդում, կարդում են սեղմագիրք ինտերնետում, բայց դե գիրքը մնում է գիրք։ Գրքի թերթը թերթելուց պիտի գրքի հոտը զգաս։ Եթե այդ հոտը չես զգում, միևնույն է էկրանի վրա կարդացածը չի տպավորվում մեջը։ Շատ շնորհակալ ենք ձեզ Տիկին Բարսեղյան, շնորհակալ ենք, որ մեր հրավերը չմերժեցիք։ Շնորհակալ ենք ձեզ ձեր ծավալած գործունեության համար, որ այսօր ճանաչում ենք ձեզ եւ այսքան տեղեկություն մեզ տվեցիք թատրոնի արվեստի մասին։ Ես էլ եմ շնորհակալ։